Քվեարկություն։ Կողմ 82 դեմ չունենք, ձեր նպատաշոց որոշումն ընդունվել է։ Այսօր խորհրդարանը ընդունեց կառավարության կողմից արտահերթ կարգով ներկայացված օրենսդրական փոփոխություն, լիցենզավորման, հեռուստատեսության եւ ռադիո եւ պետական տուրքի մասին օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանում թվայնացման հետ կապված գործընթացով։ Կատարված փոփոխությամբ դաշտում հայտնվում է նոր դերակատար, մասնավոր մուլտիպլեքսոր։ Դա այն ընկերությունն է, որն իր սեփական ենթակառուցվածքի միջոցով ապահովում է Հայաստանի տարածքում այլընտրանքային հեռուստատեսության սփռման հնարավորություն։ Միաժամանակ որպես կարևոր խնդիր նշեմ, որ ուրեմն բազմաթիվ էին բարձրաձայնում գործընկերներ կային, որոնք բարձրաձայնում էին, որ տեղական ընկերությունները, որոնք 2015 թվականի ուրեմն ընթացքում հեռարձակվում են, հնարավորություն չեն ունենա հեռարձակվեն այլևս, եւ մենք սահմանափակենք նրանց ուրեմն իրավունքը, այս օրենքով առաջարկվում է, որպիսի թույլտվություն տրվի, որպիսի այն ընկերությունները, որոնք դաշտում այս պայդրությամբ առկա են, շարունակեն հեռարձակվեն մինչև մասնավոր մուլտիպլեքսերի ձևավորումը, ընդ որում նրանց այդ իրավունքը կտրամադրվի անվճար։ Քվեարկությանը նախորդած քննարկման ժամանակ ազգային ժողովի անկախ падգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց պետական տուրքի մասին օրենքով մուլտիպլեքսի համար նախատեսվում է 100 միլիոն դրամ պետական տուրք, ապա հետաքրքրվեց կա արդյոք շուկայի օբյեկտիվ ուսումնասիրություն, համարժեք է արդյոք սահմանված այս վճարը։ Սա հնարավոր է, որ ընդհանրապես մնա ձևական թղթի վրա, երբևէ որևէ մեկը այդ 100 միլիոն դրամը չկարողանա վճարել։ Ուղղակի մենք հիմնվել ենք նրա վրա, որ քանի որ դա բազմամիլիարդանոց ներդրում պահանջող մի գործընթաց է, ապա գտել ենք, որ այդ 100 միլիոնը տարեկան համարժեք է լինելու եւ եթե ուրեմն այդպիսի բիզնես պահանջ առաջանա, մենք հռչակում հայտարարում ենք, որ այդ հնարավորությունը Հայաստանի Հանրապետություն այդ գործունեությունը ծավալելու հնարավորությունը ընձեռվում է այս օրենքով։ Ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց այն հարցը, թե թվայնացման գործընթացի արդյունքում մարդիկ առանց հավելյալ սարքի հնարավորություն չեն ունենա դիտել ներկայումս հեռարձակվող հեռուստաալիքները։ Ես ճիշտ եմ հասկանում, որ մարդիկ կամ պետք է ստիպված լինեն այդ թվային սարքը ձեռք բերել կամ այս մուլտիպլեքսերի ծառայությունից օգտվել, որը ենթադրվում է կլինի վճարովի։ Փոխնախարարը պարզաբանեց, որ այդ խնդրին կբախվեն հին սերնդի հեռուստացույցներ ունեցող ընտանիքները։ Քաղաքացիների բեռը մեղմացնելու համար կառավարությունը սոցիալապես անապահով խավին կտրամադրի այդ լրացուցիչ սարքերը։ Վերջինս տեղեկացրեց, որ անհրաժեշտ լրացուցիչ սարքերի արժողությունը 7500-ից մինչև 20000-ի շրջակայքում է, կախված սարքի հնարավորությունից։ Ուրեմն մինչև անալոգային հեռարձակման անջատումը կբաժանվեն տարածքային կառավարման նախարարության եւ սոցիալական ապահովության նախարարության միջոցով ուրեմն այդ անապահով խավերին եւ մենք նախատեսել ենք փուլային անջատում տարածքային սկզբունքով, որտեղ որ ծրագիրը ավարտվի, այդ սարքերը անապահով խավերի համար արդեն ճանապարհին են, պայմանագիրը կնքված է եւ դրանք արդեն մատակարարման փուլում են։